Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ հոկտեմբերի 10 իր փառքի առաջ անարատ Հուդա 24 Խորիր այս հրաշալի բառի մասին անարատություն մենք դեռ շատ հեռու ենք դրանից բայց քանի որ Տերն անդադար գործում է սիրո իր հիասքանչ գործը սարերի հետևում չէ այն օրը երբ մենք նույնպես մի օր աննարատ կդառնանք Տերը որն իր ժողովրդին պահելու է մինչև վերջ նրան իր առաջ կներկայացնի որպես փառավոր եկեղեցի, առանց արատի, խորշոմի կամ այլ թերության, այլ սուրբ եւ անարատ կլինի։ Եփեսացիներին 5:27 Փրկչի պսակի բոլոր գոհարները մաքուր են, ինչպես ցողը եւ չունեն ոչ մի թերություն։ Փառքի բոլոր աղախինները, որ ծառայում են գառան կնոջը, որևէ արատ կամ բիծ չունեցող կույսեր են։ Բայց ինչպես Հիսուսն անարատ կդարձնի մեզ։ Նա մեր վրայից կլվանա բոլոր մեղքերն իր արյունով, մինչև մենք կդառնանք մաքուր ու գերազանց, ինչպես մաքրամաքուր Աստծո հրեշտակը։ Մենք կհագնենք իր արդարության հագուստը, որը մեզ անարատ եւ կատարյալ կդարձնի Աստծո աչքին։ Այո, նույնիսկ նրա աչքում մենք կներկայանանք անբասիր եւ անսխալական։ Նրա օրենքը ոչ միայն չի մեղադրի մեզ, այլև կմեծարվի մեզանում։ Ավելին, Սուրբ Հոգու աշխատանքը մեր հոգիներում լիովին կավարտվի։ Նա մեզ այնքան սուրբ, այնքան կատարյալ կդարձնի, որ մենք այլևս մեղ գործելու ոչ մի ցանկություն չենք ունենա։ Մեր կամքը, հիշողությունը, գիտակցությունը լիովին կազատվեն մեղքի ամոթալի ստրկությունից։ Մենք սուրբ կլինենք, ինչպես սուրբ է Տերը, եւ նրա ներկայության մեջ կլինենք հավետ։ Մենք երկնքում սպիտակ ագռավներ չենք լինի։ Մեր փառքն ու մեծությունը կլինեն ճիշտ այնպիսին, ինչպիսին մեզ համար պատրաստված է տեղը։ Օ, ինչ մեծ կլինի այն պահի ուրախությունը, երբ բացվեն հավիտենության դարպասները, եւ մենք նախապատրաստված ժառանգությանը փառավորյալների հետ լույսի մեջ կբնակվենք։ Այն վիճակը, երբ չի լինի ոչ մեղք, ոչ գայթակղություն, այլ մենք անարատ կլինենք Աստծո առաջ, իրոք դրախտ կլինի։ Սիրելիներ, եկեք ուրախանանք, եկեք երգենք հավիտյան փառաբանության երգը, որը շուտով կհնչի գառան արյունով լվացված սրբերի բազմաձայն երգչախմբի կատարմամբ։ Հետևենք Դավթի օրինակին, որը ցնծում էր ուխտի տապանակի դիմաց, որպես նախերգանք Բարձրյալի գահի առաջ մեր բուռն հիացմունքի։